Իրանը չի խնդրում վերսկսել բանակցությունները, հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության կոմիտեն, հերքելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները, թե իրանցի պաշտոնյաներն ուզում են անհապաղ վերսկսել բանակցությունները։ Իրանում կարծում են աշխարհում նավթի գներն իջեցնելու համար է Թրամփն այդպիսի հայտարարություններ անում։ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Հասան Հաշգավին ԱՄՆ ղեկավարին հորդորել է ավելի արդյունավետ ուղիներ փնտրել ճահճից դուրս գալու համար։ Եթե նահանգները կարիք ունենա, Իսրայելը պատրաստ է մտնել պատերազմի մեջ։ Իսրայելական լրատվամիջոցներն են տարածել այս տեղեկությունը, հողում անելով իսրայելցի անանուն պաշտոնյաների։ Թել Ավիվը օպերատիվ պլաններ է մշակում Միացյալ Նահանգների եւ Իրանի հակամարտության հետագա սրման դեպքում, սակայն հիմա մի կողմ է քաշվում եւ չի փորձում մտնել հակամարտության մեջ։ ԱՄՆ-Իրան գրեթե 2 շաբաթ անընդմեջ շարունակվող ռազմական գործողություններն ավելի են սրում իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան հարվածներից Իրանի դերակ լեռներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Իրանի բանակը ԱԹՍ-ներով հարվածել է Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։ Ալ-Ջազիրան հայտնում է, որ Բահրեյնի Իս ավիաբազայում ամերիկյան բանակի ծանր ավիացիայի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման համար նախատեսված պահեստներին եւ անգարներին են հարվածել իրանական անօդաչուները։ Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել Իրանի Բեհբահան, Օմիդիա քաղաքներին, Թավրիզի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին։ Զոհերի մասին են հայտնում իրանական լրատվամիջոցները։ Իրանի դեմ պատերազմը մինչև այս պահը 37.5 միլիարդ դոլար է արժեցել Միացյալ Նահանգների համար։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթն է հրապարակել այս թվերը, նշելով, որ նախորդ ամիս նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսից 90 միլիարդ դոլար էր խնդրել, որի գերակշիռ մասը Իրանի դեմ պատերազմի համար։ Գանե Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։